Նկատվում են բավականին լուրջ ճաքեր, որոնք կան պատերի մեջ, կողերի վրա դա շատ հստակ երևում է։ Քարերը մեջքի վրայի պատած քարերը գրեթե բոլորը պոկված են, ջրերը հանգիստ անցնում են ներսում ուրեմն ներծծվում են երկաթբետոնե մարմնի մեջ, ասեմ ձեզ, որ մի մույթի մոտավորապես երկաթբետոնը, եթե ասենք 100% ծավալը պատկերացնենք, ապա քարը ընդամենը 25%-ն է կրող սիստեմայի։ Եվ կրող սիստեմայի մեջ նա չի էլ աշխատում, նա փաթում է կրող սիստեման։ Կրող սիստեման դա մույթն է ինքը, երկաթբետոնն է, որի մեջ աշխատում է, որը երկաթբետոնը, որը 75%-ն է ամբողջ ծավալի ուրեմն չափը, այսինքն կրող սիստեման դա քարը չի։ Քարը պատող սիստեման է այս պահին։ Կրող սիստեման երկաթբետոնն է, մեջի մետաղն է եւ մեզ ինչ էր պետք։ Մեզ պետք էր տեսնել երկաթբետոնը ինչ վիճակում է այս տարիների ընթացքում, մետաղը ինչ վիճակում է այս տարիների ընթացքում, եթե մեջով sense ջուր է անցել, մենք այնպես պետք է նորոգենք, որ գոնե 60 տարի կյանք ունենա այդ բոլոր արածները, որ պետք է անել, եւ 60 տարի մեկ նա նորից պետք է նայվի, դիտվի եւ որոշվի ինչ կարելի է ավելացնել։ 60 տարին բավականին լուրջ ժամանակ է, որպեսզի նյութերի մեջ կատարել ավելի լավ նյութերի կիրառում, ավելի լավ որոշումներ ընդունել։